Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Բերլին պոլիկլինիկայի քիթ կոկորտ ականջաբան Սոնա Կարապետյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Բժշկուհի Կարապետյան, կխնդրեի ներկայացնեիք, թե ինչպես փակվեց տարին Բերլին պոլիկլինիկայում եւ հատկապես ձեր, աշխատասենյակում եւ ոնց սկսեցիք հիմնականում 2026 թվականը։ Տարին փակվեց հավանաբար պիտի ասեմ սուր հիվանդությունների բուժումով, քրոնիկների լավացումով եւ ընդհանրապես հիվանդների թվի պակասումով, չնայած դա ճիշտ չի լինի, որովհետեւ հիվանդների թիվը սուր շնչառական վարակների այս սեզոնին չի պակասում երբեք։ Եվ ինչպես գիտեք, սուր շնչառական վիրուսային հիվանդությունները հիմնականում ընթանում են քթի, ըմպանի, կոկորտի ախտահարումներով եւ հետեւաբար քիթ կոկորտ ականջաբանի գործը երբեք չի վերջանում։ Շատ հաճախ են դիմում առաջնային պահպանման օղակի մանկաբույժները, ընտանեկան բժիշկները շատ հաճախ դիմում են քիթ կոկորտ ականջաբանի խորհրդատվությանը։ Իսկ այդ վիճակը դեռ շարունակվում է 26-ին էլ 26-ում էլ է դա շարունակվում, քանի կան ծմերվա ամիսները եւ վաղկարնան, որ ավելի վատ է, ուրեմն քիթ կոկորտ ականջաբանական հիվանդությունները դեռ լինելու են բավականին մեծ ծավալով։ Դա վերաբերվում է եւ սուր հիվանդություններին եւ քրոնիկականների սրացումներին։ Եվ ինչպես է հաղթահարում այս ամենը։ Գիտեք, հաղթահարում ենք։ Վերջերս մեր պոլիկլինիկայում ներդրվեց հերթագրման սկզբունքը, որը շատ հեշտացնում է եւ հիվանդի աշխատանքը եւ բժշկի։ Հիվանդը անիմաստ չի գալիս ժամերով սպասում եւ բժիշկն էլ գիտի, որ ժամին որ հիվանդին պիտի ընդունի, բավարար ժամանակ է տրամադրում հիվանդին ու զբաղվում հիվանդով։ Այ օրինակ սուր շնչառական վարակների կամ վիրուսների դեպքում, երբ գալիս են, դա հերթագրման հետ կապված է, ասենք, չգիտեմ, չէ, իհարկե սպասենք, հա։ Դե հիմա տեսեք, եթե կարելի է սպասել, եթե բուժումը նշանակվել է մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից, ուրեմն հերթագրվում են, բայց եթե սուր ցավով է հիվանդը, հիմնականում սուր ականջացավով, իհարկե արտահերթ ընդունում ենք։ Եվ այսպիսով հաճախ հանդիպող հիվանդությունները որոնք են։ Ուրեմն քիթ կոկորտ ականջաբանությունը անունը արդեն հուշում է, որ մեզ մոտ են գալիս քթի, ըմպանի, կոկորտի եւ ականջների սուր եւ քրոնիկ բորբոքումներով բոլոր հիվանդները, թե մեծահասակ, թե մանկահասակ երեխաները։ Իհարկե մի քիչ պաթոլոգիան տարբեր է, մեծահասակների մոտ գերակշռում են ավելի քրոնիկ պաթոլոգիաները, երեխաների մոտ սուր վիճակներն է ավելի շատ։ Հիմա վերին սուր վիրուսային ախտահարումներ շատ հաճախ ընթանում են, բացի այն, որ ընթանում են քթաբորբով, ըմպանաբորբով, շատ հաճախ տալիս են նաև պարտություն միջին ականջի կողմից, զարգանում են միջին օծիտներ։ Նույնիսկ կարծիք կա, որ միջին օծիտը ոչ թե շնչառական հիվանդության բարդություն է, այլ սիմպտոմներից մեկը, այսինքն արտահայտման ձևերից մեկը, այնպես ինչպես քթաբորբը եւ քթահոսքը, կոկորտի ցավը, կոկորտում փարի արկայությունը եւ այլն։ Ուրեմն ավելի հաճախ մենք փոքրիկների մոտ օծիտներ ենք տեսնում։ Հաջորդ ավելի հաճախ հանդիպող պաթոլոգիան դա ադենոիդներն է մանկական հասակի, որ ամենահաճախը հանդիպում է 3-ից 5 տարեկանների մոտ, կարծիք կա, որ 10-15 տարեկանում ինքնուրույնաբար իրանք հետաճի են ենթարկվում, բայց լինում են դեպքեր, որ պահպանվում է նաև այդ տարիքում։ Ադենոիդը քթային դժվարաշնչությամբ ընթացող հիվանդություն է, հավանաբար գիտեք, իսկ քթային դժվարաշնչությունը ցանկացած պատճառի մեծ վտանգ է ականջների, հիմնականում լսողության անկման տեսակետից։ Դրա համար բացի լսողության վրա ազդեցությունից, ադենոիդ ունեցող երեխաները ունենում են նաև մի շարք այլ սիմպտոմներ։ Դա գիշերամիզությունն է, դա ցրվածությունն է, հոգնածությունը, պարտադիր հոգնածությունը, մշտական դիմային կանգի դեֆորմացիաները, այն որ երեխաները քթով չշնչելու պատճառով ստիպված բերանով են շնչում, ծնոտն է կախվում, դիմային կանգնել է փոխվում, կծվածքն է փոխվում երեխայի։ Այսինքն ադենոիդները, քթային դժվարաշնչությամբ ընթացող ադենոիդները, այսինքն դրանք երկրորդ աստիճանի ադենոիդներն են, պարտադիր ենթակա են բուժման։ Բուժման սկզբում կոնսերվատիվ եղանակով, դրա մեջ մտնում է բացի դեղորայքային բուժումից նաև ֆիզիոթերապևտիկ բուժումը, եւ եթե կոնսերվատիվ բուժումը արդյունք չի տալիս, իհարկե դիմում ենք վիրահատական բուժման, ադենեկտոմիայի։
ուղարկում ենք ստացիոնար։ Այո, իսկ այդ հիվանդությունները ձեր նշած հիմնականում մանկահասակ երեխաների մոտ են ավելի հաճախ հանդիպում։ Հա, սուր պաթոլոգիաները ավելի շատ երեխաների մոտ են, բայց իհարկե սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան օտիտով բարդանում է նաև մեծահասակների մոտ։ Մեծահասակներն էլ են շատ ունենում էքսուդատիվ օտիտներ, գալիս են ականջի ցավ չեն նշում, բայց ականջի փակվածություն։ Դա այսպես կոչված եվստախիիտին կամ էքսուդատիվ օտիտին, դրանք նույն հիվանդության տարբեր էտապներն են, բնորոշ բան է, առանց ցավի լսողության փակվածություն։ Եվ այդ դեղորայքային բուժումը պիտի բերի անպայման բացվելուն։ Եթե չի լինում դարձյալ վիրահատական միջամտություն կա, այդ պարացենտեզ են անում թմկաթաղանթի վրա կտրվածք։ Լինում է, երբ ավելի բարդացված վիճակով են գալիս, ինչը օրինակ հետևանք է, չգիտեմ, ինքնաբուժության կամ տնային պայմաններում ինչ-որ։ Տեսեք, եթե հիվանդը ունի գլխացավեր, ինչը շատ բնորոշ է գրիպի վիրուսին եւ շնչառական այլ վիրուսներին նույնպես, չգիտես ինչի իրան թվում է, որ ինքը ունի սինուսիտ եւ պարտադիր պիտի անտիբիոտիկ խմի։ Խմում են անտիբիոտիկները սխալ նշանակված, սխալ դեղաչափով, սխալ օրերի քանակով եւ այդ անտիբիոտիկի կիսատ պրատ կուրսից հետո նոր գալիս են բժշկի մոտ եւ բժիշկը ստիպված արդեն մի քայլ բարձր անտիբիոտիկ պիտի նշանակի, որտեւ այն առաջի շարքի անտիբիոտիկը ինքը արդեն օգտագործել է եւ առանց արդյունքի։ Եղավ որ անտիբիոտիկների չարաշահում է ստացվում, դրանից էլ անտիբիոտիկա զգայունությունը ամբողջ աշխարհում։ Ինչի եթե կարելի է առաջին շարքի անտիբիոտիկով բուժել, անցնել էլ ավելի ուժեղ, չէ՞ որ անտիբիոտիկը նույնպես ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Դրա համար խորհուրդս է, որ տանը ինքնուրույն հարևանի ցուցումով երբեք անտիբիոտիկներ չխմեն։ Հակաբիոտիկները մի կողմ, բայց կա նաև տնական միջոցներով պատրաստված չէ, ինչ որ, չգիտեմ, հա, տնական միջոցները առանց, չգիտեմ, ականջաբորբի ժամանակ միգուցե ինչ որ ձեթ են դաղում, կաթեցնում, այս օրինակ բաները ընդունելի են, իհարկե դրանք բոլորը սխալ են, ճիշտ է որ մասնագետը ինքը նայի նոր բուժումը նշանակի, սխալ են նաև հեռախոսային կոնսուլտացիաները, որ ասում են ականջս ցավում է, ինչ կաթեցնեմ։ Ականջի ցավի շատ տարբեր պատճառներ կան, բժիշկը պիտի նայի նոր հասկանա, թե ինչ տեսակի կաթիլ նշանակի, ինչի հետ ուղղորդի, հակաբիոտիկը ավելացնի, թե առանց հակաբիոտիկի անցկացնի, ասելս ինչ է, ամբուլատոր ծառայությունը միշտ բոլոր տարիներին եղել է անվճար, ինչու չդիմել բժշկի նոր բուժումը սկսել, ինչու ինքնուրույնաբար անել։ Այո, կա նաև հա միջնապատի ուղման հետ կապված խնդիր, որը առկա է մեր հիմնականում տղաների մոտ է այս խնդիրը առկա, ինչու՞ չէ նաև իգական սեռի ներկայացուցիչների, որոնք միանգամից նաև պլաստիկ վիրաբուժության են դիմում եւ այլն։ Ինչով է սա պայմանավորված։ Քթային դժվարաշնչության երկրորդ պատճառը քթի միջնապատի ծռվածությունն է, ինչպես դուք նշեցիք։ Միջնապատի ծռվածությունը տարբեր պատճառներ ունի, գուցե կարծիք կա, թե դա անպայման տրավմայի պատճառով է ձևավորվում, բայց դա այդպես չէ։ Հասունության շրջանում, պատանեկան շրջանում շատ հաճախ միջնապատի ինքնուրույն առանց տրավմայի կարող է ծռվել։ Դա կապված է դիմային գանգի ոսկրերի անհամաչափ աճով։ Այնպես որ միշտ մեղքը բարդել տրավմային չի կարելի, բայց միջնապատի ծռվածությունը շատ հաճախ ուղեկցվում է նաև ստորին խեցիների գերաճով եւ երկուսի բուժումն էլ վիրահատական է։ Միջնապատը պետք է ուղղել, մեծացած խեցին, հիպերտրոֆիաած խեցին էլ ինչ որ ձևով փոքրացնել, տարբեր մեթոդներ կան դրա համար վիրահատական։ Երբեմն, եթե հիվանդը շատ հակված չէ անմիջապես վիրահատության գնալու, ինչ որ չափով խեցին կրճատելու համար բժիշկը նշանակում է տեղային բուժում կաթիլների ձևով։ Եթե հաջողվում է, եթե դա կայուն հիպերտրոֆիա չէ, մի փոքր կրճատվում է խեցին, արդեն արդյունք է եւ կարող է հիվանդը այդպես ապրել։ Բայց հայտնի է, այդ հաստատված փաստ է։ Միջնապատի ծռվածությամբ բոլոր հիվանդները ունենում են ականջի խնդիր։ Ականջի խնդիր, որը հետագայում կբերի ծանր լսության։ Գուցե երիտասարդ տարիքում շատ չի զգացվում, բայց արդեն մեծ տարիքում 50-ից հետո պարտադիր լսողության իջեցում եւ նայելով տեսնում ես, որ միջնապատը ծուռ է, այնտեղ առաջացել են ադգեզիվ օտիտ, այդպես հիվանդությունների շարք կա միջին ականջի, որը տարիների ընթացքում աննկատ ինքը նենք հիվանդություն է, չի ցավում, արտադրություն չի գալիս, հիվանդը չի դիմում բժշկի, այո, բայց բերում է ծանր լսության։
Եվ հիմնականում որ տարիքում է, որ հարկավոր է այն վիրահատել։ Փոքր տարիքում, այո, պետք է։ Հիմա իհարկե բժշկության մեջ կա մոտեցում, որ կարելի է նաև այն տարիքում վիրահատել, երբ հայտնաբերվել է։ Խիստ արտահայտված ծրվածությունների ժամանակ, երբ տեսնում ես քթի մի կեսը լրիվ փակ է ու բոլորովին չի կարողանում շնչել, կատարում են վիրահատություններ փոքր ծավալով, մի քիչ շնչառությունը լավացնելու համար։ Իսկ հիմնականում ցանկալի է 17 տարեկանից հետո, երբ դիմային կանգի զարգացումը արդեն ավարտված է, որպեսզի հիմնովին նաև հետին հատվածներում ուղղվի միջնապատը եւ ոչ թե առաջնային հատվածներում ուղղվի, հետին ոսկրայինը դեռ մնա։ Անցնենք ըմպանի հիվանդություններին, այստեղ ինչպիսի հիվանդություններ են առկա եւ դրանց առաջացման պատճառների մասին։ Ադենոիդների մասին որ խոսեցինք, ադենոիդը արդեն քիթըմպանային նշիկն է եւ դա ըմպանի քթային հատվածի հիվանդություններն են։ Կա նաեւ իհարկե բերանըմպան եւ կոգորտըմպան։ Բերանըմպանի մեջ մեր քմային նշիկներն են, այսինքն ամեն տեսակի տոնզիլիտները, անգինաները եւ ժողովրդին շատ լավ հայտնի ֆարինգիտները։ Իհարկե իրենց տարբեր տեսակներով վիրուսային ախտահարումներին շատ բնորոշ են ֆարինգիտները։ Տոնզիլիտները ավելի քիչ, բայց վիրուսի տեսակ կա, որ առաջացնում է եւ տոնզիլիտ եւ ֆարինգիտ, տոնզիլոֆարինգիտներ։ Քանի որ ասեցի, որ դրանք հիմնականում վիրուսային ծանգբան են, ուրեմն անտիբիոտիկի կարիք չկա։ Եվ բուժումը տեղային է, տեղային տարբեր անտիսեպտիկ սպրեյներով։ Բայց եթե քմային նշիկների թարախային ախտահարում է, թարախային տոնզիլիտներ են եւ առավել եւս ստրեպտոկոկային տոնզիլիտը, որը տալիս է շատ լուրջ բարդություններ սրտի հոդերի վրա, այդ ժամանակ պարտադիր անտիբիոտիկի կուրս պիտի ստանա հիվանդը 10 օրից ոչ պակաս։ Հենց այդ երբ նշիկների մոտ բորբոքային վիճակ է, թարախային անգինա են ասում եւ այլն, հիմնականում երեխաների մոտ է դա շատ հաճախ հանդիպում եւ ծնողների մեծ մասը խուսափում է նշիկների հեռացնելուց։ Սա ճիշտ է, մասնագետներն ինչպես են գտնում, ավելի ճիշտը որն է, հեռացնել թե բուժման եղանակով։ Ընդհանրապես մեր օրգանիզմում ավելորդ օրգան չկա։ Նշիկները իրանք լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ են, որոնք շատ անհրաժեշտ են տեղային իմունիտետի ձևավորման գործում։ B լիմֆոցիտներով պայմանավորված իմունիտետը նշիկներում են գոյանում։ Եվ հեռացման է առաջարկում բժիշկը, առաջարկում է հիվանդին գնալ վիրահատության միայն այն ժամանակ, երբ քրոնիկ տոնզիլիտը արդեն դեկոմպենսացիայի մեջ է, այսինքն քմային նշիկը իր ֆունկցիան արդեն չի կատարում։ Եվ ոչ միայն իր ֆունկցիան չի կատարում, այլև հաճախ վնասում է նաև օրգանիզմին, ինտոքսիկացիա է առաջ բերում։ Այդ ժամանակ հիմի շատ տարածված մեթոդներ կան, կրիոթերապիա, սառեցման մեթոդներ, քսումներ եւ այլն կամ լազերոթերապիա, դրանք ըստ գրականության տվյալների քիչ արդյունավետ են։ Քանի որ եթե պիտի նշիկը հեռացվի եւ ինքը իր պաշտպանիչները կորցրել է արդեն, ել օրգանիզմին օգուտ չի բերում, ճիշտ է ամբողջովին հեռացնելը եւ ոչ թե մասամբ սառեցնելը կամ մասամբ հեռացնելը, դրանք անիմաստ գործողություններ են։ Կա նաև մեկ այլ վարկած, չէ, նշիկների հեռացումը բերում է նաև ֆարինգիտի առաջացման, սա համապատասխանում է իրականությանը։ Տեսեք, եթե քրոնիկ տոնզիլիտը արդեն հասել է դեկոմպենսացիայի փուլի, արդեն կա ֆարինգիտ, նշիկը հեռացնես թե չհեռացնես, ֆարինգիտը արդեն կա։ Եվ ասել թե նշիկի հեռացումից հետո ֆարինգիտը զարգացավ, մի քիչ ճիշտ չի։ Ֆարինգիտը զարգացավ, որովհետև արդեն այնտեղ քրոնիկ ինֆեկցիա կա եւ քմային նշիկում, եւ ըմպանի հետին պատի վրա նույնպես կան լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ, այդ դրանք էլ են քրոնիկ բորբոքման ենթարկվում։ Եվ էլ չասեմ, որ քրոնիկ ֆարինգիտի զարգացման գործում շատ մեծ դեր ունի նաեւ ստամոքսի վիճակը։ Գաստրոեզոֆագալ կամ լարինգոֆարինգյալ ռեֆլյուքս կոչվածը կա, որը որ ստամոքսի թթու պարունակությունը, որը իրականում պիտի իջնի ներքև, հակառակը վերև է բարձրանում եւ ապահովում է ոնց որ քրոնիկ բորբոքումը ըմպանի լորձաթաղանտին։ Այդ դա շատ տարածված երևույթ է ավելի շատ մեծահասակների մոտ։ Բժշկուհի Կարապետյան, բացի քիթ կոկորտ ականջաբան լինելուց, նաև դուք ընտանեկան բժիշկ եք եւ այսպես ավելի շատ, այո, ընդլայնվում է ձեր մասնագիտական այդ տարածվածությունը, ինչպես է սա ձեզ մոտ առաջ գնում, հա, բուժառուների հետ, թեկուզ շփման ժամանակ,
Մասնագիտականից կտրվում եք, թե մասնագիտականը միշտ օգնում է ձեզ այս հարցում։ Չէ, մասնագիտականը օգնում է իհարկե, հիմնականում օգնում է տարիների փորձը։ Տարիների փորձը շատ օգնում է հիվանդների հետ շփվելու հարցում, բայց ես որպես ընտանեկան բժիշկ դեռ չէի ուզի խոսել, որտեղ ընդամենը մի քանի ամիս է որ աշխատում եմ, դեռ ուրույն կարծիք չունեմ ձևավորած ընտանեկան բժշկության վերաբերյալ։ Դժվարությունների հաղթահարման փուլում եք։ Այո, տարիներ անց նոր կխոսեմ այդ մասին։ Իսկ ընդհանուր առմամբ Բեռլին պոլիկլինիկայում թիմային աշխատանքը ինչպես է ձևավորված։ Ընդհանրապես դեռնախարարության կողմից մշակված գործելակարգ կա, որ հիվանդը դիմեց պոլիկլինիկա, առաջինը պիտի սպասարկվի ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից, քանի որ մենք մանկաբույժներ էլ ունենք։ Մանկաբույժը նայում է հիվանդին, գնահատում է վիճակը, դնում է ախտորոշումը եւ եթե կարիք ունի ախտորոշման ճշգրտման համար, ուղարկում է նեղ մասնագետի մոտ։ Մենք համարյա բոլոր նեղ մասնագետները ունենք, եւ քիթկոկորտականջաբան, եւ վիրաբույժ, եւ էնդոկրինոլոգ, եւ նյարդաբան, ամեն ինչ ունենք։ Եվ ստացվում է թիմային աշխատանք։ Սկզբում նայում է ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը եւ անհրաժեշտության դեպքում ուղղորդում նեղ մասնագետի մոտ։ Այդ ուղղորդման հետ կապված նաև ինչպիսին է կապը այլ բժշկական հաստատությունների հետ։ Տեսեք, բժշկությունը շատ նեղ մասնագիտական ճյուղեր ունի։ Բոլորը պոլիկլինիկայում ունենալ հնարավոր չի եւ չունենք էլ իհարկե։ Եթե կարիք կա ռևմատոլոգի մոտ ուղարկել, եթե կարիք կա անոթաբանի մոտ ուղարկել, մեր վիրաբույժը ընդհանուր վիրաբույժ է, չի կարող այդ բոլոր նեղ վիրաբուժական նեղ մասնագիտություններին տիրապետել։ Իհարկե մենք ուղղորդում ենք Գյումրի կենտրոն հիվանդներին։ Իսկ ընդհանուր առմամբ էլեկտրոնային համակարգի ներդրումը առողջապահական ոլորտում ինչպես է ընթանում եւ Բեռլին պոլիկլինիկայում այն ինչպես ներդրվեց, դժվարություններ եղան, հաղթահարվեցին։ Դժվարություններ միշտ կան, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են, օր-օրի ավելի հմտանում ենք։ Ենթադրենք, որոշել են առողջապահության համընդանուր ապահովագրության ծավալներով ներդնել 65+ հիվանդների ապահովագրությունը։ 0-18-ը այսպես թե այնպես իրանք ապահովագրված էին եւ օգտվում էին պետպատվերի ծառայությունից։ Հիմա 65+-ի հարցում մի փոքր դժվարություններ կան, ուղեգրումների առանձնահատկություններ կան, ոնց որ տեղորայքը նույնպես պիտի անվճար լինի, այս բոլորը քայլ-քայլ սովորում ենք, ամեն օր մի բան սովորում ենք։ Դժվար է մեր թոշակառու խավի հետ։ Չէ, շատ դժվար չէ, պետք է հասկանալ, որ այդ մարդը մեղավոր չի, որ ինքը թոշակառու է դարձել, ունի բազմաթիվ խնդիրներ եւ մինչեւ հիմա չի ունեցել հնարավորություն բժշկական հաստատություններ դիմելու, հիմա փառք Աստծո մեր պետության կողմից մտցվել է այդ համընդանուր ապահովագրության ծրագիրը եւ եթե կարելի է ինչու մարդը չօգտվի, ինչու չբարելավի իր առողջությունը։ Իսկ հոսքը այս ընթացքում, այսինքն տարվա մեկնարկից, այո, բավականին շատ է, հա։ Հատկապես դա վերաբերում է 65+ ազգաբնակչությանը։ Իհարկե երիտասարդները շահագրգռված չեն դեռ։ Երիտասարդները չեն մտնում այդ ապահովագրության մեջ 18-ից 65-ը ոնց որ բաց է մնում երիտասարդները, այսինքն մտնում են նրանք, ովքեր ունեն 200,000-ից ավել աշխատավարձ։ Աշխատավարձ ստացողներն, այսինքն դեռ չեն եկել։ Գալիս են, իրանցից էլ են գալիս, օրինակ այսօր եկել էր մի երիտասարդ աղջիկ, որ ունի 200+ աշխատավարձ, ունի քրի միջնապատի ծռվածության, քրոնիկ հայմորիտի խնդիր, մինչև հիմա սպասել է, չի գնացել վիրահատության, հիմա ապահովագրության շրջանակներում ուզում էր գնալ։ Եվ մենք իհարկե իրան պիտի ուղղորդենք, ինքը պարզապես դեռ պիտի ընտրեր, թե որ բժշկի մոտ վիրահատվի։ Դա իր կամքն է, ինքը պիտի ընտրի։ Կընտրի, որ բժշկին մենք կգցենք ուղեգիրը, կգնա, կվիրահատվի, կգա։ Վերապատրաստումների հաճախ եք մասնակցում։ Ըստ անհրաժեշտության, այո, իհարկե, բայց որ ստացիոնար, ասենք գնաս 7 շաբաթով, 4 շաբաթով վերապատրաստման, այս վերջերս ոնց որ դրա կարիք առանձնապես չկա, որովհետև հաճախակի ձևակերպված կազմակերպված կոնֆերանսները մեզ արդեն տալիս են այդ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտները եւ ոնց որ թե կարելի է նաեւ այդ կոնֆերանսներին մասնակցելով, իսկ կոնֆերանսներին պարտադիր մասնակցում Եվ ինչ են տալիս դրանք։ Դրանք տալիս են մեզ նորություններ, որոնք մենք չենք հասցրել կարդալ, գիտենալ։ Թաքցնելու բան չի, անգլալեզու գրականությունից ես չեմ կարող օգտվել, անգլերեն լեզվին չեմ տիրապետում։ Այդա մեզ ներկայացնում են մեր մայրենի լեզվով կամ գուցե ռուսերենով, դա մեզ համար ընկալելի է։ Իմ տարիքի մարդիկ ավելի շատ որպես օտար լեզու ռուսերենը գիտեն։
Շատ հաճախ է, օրինակ եվրոպական մասնագիտական միավորումներում, ամերիկյան միավորումների կարծիքը, որ ենթադրենք այս հիվանդությունը առաջ այս ձևով էինք բուժում, հիմա հասկացել են, որ այդպես բուժելը սխալ է, սա ավելի ճիշտ է։ Դա մեզ ներկայացվում է կոնֆերանսների ժամանակ եւ մենք փորձում ենք ներդնել մեր առօրյա պրակտիկայում։ Այսինքն առավել արդի եւ ժամանակակից Այո. մեթոդներ են Այո, ներկայացվում, իհարկե. որոնք մեր առօրյա պիտի մտնեն։ Այո։ Դե ինչ շատ հետաքրքիր զրույցի համար նախ շնորհակալ եմ եւ վերջում մեր հաղորդման, ինչպես միշտ, հա, որպես ավանդույթ, ես կուզենայի լսել ձեր մասնագիտական կարծիքը, կոչը, հորդորը, որը ուղղված է մեր հեռուստադիտողներին։ Ուրեմն կոչը հորդորեն մեկը արդեն ասեցի, որ հակաբիոտիկներ չօգտագործեն հարևանի ցուցումով դա մեկ, Այո. նաև զերծ մնան անոթասեղմիչ կաթիլներ օգտագործելուց։ Քթով վատ է շնչում, վերցնում է օտրիվին, նավցիզին, գալազոլին, չգիտեմ, սնուպ է փչում, սկսում է լավ շնչել, շատ ուրախանում է ու այդ անոթասեղմիչ կաթիլը դառնում է իր կյանքի ուղեկիցը։ Այնինչ անոթասեղմիչ կաթիլները 5 օրից ավել չի կարելի օգտագործել։ Ավելի օգտագործման դեպքում իրանք հակառակ էֆեկտն են տալիս, առաջացնում են կայուն հիպերտրոֆիա։ Եվ այդպես կայուն հիպերտրոֆիայով արդեն քթի խեցիները փչացրած նոր գալիս է բժշկի ու ասում է, որ ես առանց նավցիզինի չեմ կարող ապրել։ Իսկ նավցիզինը շատ ուժեղ անոթասեղմիչ է եւ վիրահատությունից բացի էլ ուրիշ բան չես կարող առաջարկել այդ հիվանդին։ Ուրեմն չօգտագործել անոթասեղմիչ կաթիլներ, չօգտագործել բժշկի կողմից չնշանակված հակաբիոտիկներ, այսքանը։ Տնական միջոցները հələ առայժմ եթե խմում են դա հազի համար կոկորտը փափկեցնելու դեռ ոչինչ, բայց ականջի մեջ նույնպես բժշկի կողմից չնշանակված կաթիլներ մի կաթեցրեք։ Հուսով եմ մեր հեռուստադիտողները ականջալուր կլինեն ձեր խորհրդին։ Ես էլ եմ հուսով։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Բերլին պոլիկլինիկայի քիթ կոկորտ ականջաբան Սոնա Կարապետյանին։ Դե ինչ, լինենք առողջ, Medinfo-ներ եթերում։